Այսօրվա պատգամը ես վերնագրել եմ այսպես, որ Աստված երեք խոշորագույն, կարևորագույն գործ է անում ամեն մարդու մեջ։ Գուցե վերնագիրը այդքան հնչեղ չի կամ լակոնիկ հակիրճ չէ, բայց բովանդակությունը կարծում եմ ձեզ ինչ որ մի բան կասի։ Եվ կուզենայի, որպեսզի մենք միասին բացեինք Միքիա մարգարեություն 6-րդ գլխի 4-րդ խոսքը։ Որովհետև ես քեզ Եգիպտոսի երկրից հանել եմ, ստրկության տնից քեզ փրկեցի։ Ես մտածում եմ, որ պետք է ամեն ասեք սրան։ Հալելույա։ Մեր Տերը մեզ հանել է Եգիպտոսի երկրից եւ ստրկության տնից, նա ասում է քեզ փրկեցի։ Եվ առաջի բանը, կարևորագույն բանը, որ Աստված անում է մարդու կյանքում, դա սա է։ Նա մարդուն հանում է Եգիպտոսից։ Գերության տնից։ Երբ որ խոսում էր դարեր առաջ Աստված, նա Աբրահամին մի բան ասեց, քո սերունդները, քո երանքից դուրս եկած սերունդները կհայտնվեն ստրկության մեջ, եւ ես նրանց 400 տարի չարչարանքից հետո Եգիպտոսից դուրս կհանեմ։ Նա խոստացավ Աբրահամին, ասեց, որ դուրս կհանեմ։ Եվ Ելից գրքում էլ մենք կարդում ենք, որ 430 տարի անց Իսրայել ժողովուրդը, Աստծո սուրբ ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսից։ Որոշ աստվածաշնչյան քննադատներ փորձում են այստեղ հակասություններ գտնել, որովհետև Աստված Աբրահամին ասել էր 400 տարի, իսկ այստեղ գրված է, որ 430 տարի։ Այստեղ սա միայն թվացial հակասություն է եւ հակասություն չկա։ Ուղղակի մեկը վերաբերվում էր չարչարանքին, ստրկությանը, մյուսը ընդհանուր այն տարիների թվին, որոնք նրանք ապրել էին Եգիպտոսի մեջ։ Սրանից մենք կարող ենք մի հոգևոր խորհուրդ մեզ համար, մի հոգևոր դաս քաղել մեզ համար, որովհետեւ Եգիպտոսը քո եւ իմ տեղը չի։ Աստված հանում է այն տեղից, որովհետեւ դա մեր տեղը չի։ Դա Իսրայել ժողովրդի երկիրը չէր, Իսրայել ժողովրդի երկիրը Իսրայելն էր։ Եվ որքան էլ մենք Եգիպտոսում փորձենք մնանք, 30 տարի առատության մեջ էլ ապրենք, դրա հետագայում եկող ստրկությունը, մտրակի հարվածները, մեղքի ծանրությունը ավելին են լինելու, քան մեր դրա տված հաճույքները։ 30 տարի առատություն եւ 400 տարի ստրկություն։ Աստված հանեց հրյաներին, որովհետեւ նրանք իրենք չէին կարող դուրս գալ։ Նրանք չէին կարող իրենց ազատել։ Այստեղ եւս մի դաս կա, որ մենք մեզանով չենք կարող փրկվել։ Ով էլ լինենք մենք, ինչ ստատուս էլ ունենայինք մենք, ինչեր էլ անենք մենք, մեր գործերով փորձենք փրկությանը հասնել, դա անհնարին էր։ Աստված մեզ հանեց Եգիպտոսից։ Եթե մեկը փորձում է իր բարի գործերով հասնի երկինք, ես ուզում եմ ասել, հուսախաբ անել, որ դա չի ստացվելու, մի փորձիր քո գործերով հասնել երկինք։ Դու ավելի շուտ թղթի նավակով Ատլանտյան օվկիանոսը կհատես, քան թե քո բարի գործերով կհասնես երկինք։ Անհնար է դա։ Աստված, ում որ մտադիր է ժառանգություն տալ Քանանում, օրհնության երկրում, այդ մարդիկ ինչ որ մի ժամանակ եղել են Եգիպտոսում։ Սա ապշելու մի բան է։ Եգիպտոսը կարևորագույն տեղ ունի կամ ունեցել է բոլոր հավատացյալների կյանքում։ Որովհետև ես չէի ճանաչի Քրիստոսին, ես չէի ուզենա գնալ դեպի Քրիստոսը, եթե չլիներ մեղքի ճնշումը, եթե չլիներ ստրկությունը, եթե չգար մի այնպիսի պահ իմ կյանքում, որ ես ինքս ինձանից զզվեի, որ ես փնտրեի Տիրոջը, հասկանաք, դրա համար պետք է սկզբից Եգիպտոսը գա, որպեսզի հետո ազատությունը գա։ Ես չէի փնտրի ազատարարին, եթե եգիպտացիների ձեռքից չտառապեի։ Նա, ով երբեք չի ճաշակել ստրկության դառնությունը, երբեք չի կարող գնահատել այն ազատությունը, որ Քրիստոսն է մեզ տալիս։ Ազատությանը
նախորդում է ստրկությունը, հարությանը նախորդում է մահը եւ կյանքին նախորդել էր ապականությունը եւ մեղքը։ Գիտեք, հрьяաները մեծամասամբ Եգիպտոսում ստրուկներ էին, բայց ոչ բոլորն էին ստրուկներ, որովհետև կան աստվածաբաններ, որ փաստում են, որ կային հрьяաներ, ովքեր պալատներում էին աշխատում։ Այսինքն նրանց սոցիալական վիճակը, նրանց ստատուսը ավելի բարձր էր, նրանք կարիքի մեջ չէին, ինչպես այն ստրուկները, որ աշխատում էին փարավոնի համար, առանց վարձատրության, նրանք փարավոնի համար մեծ գին չէին նստում, բացի մտրակի հարվածներից։ Եվ կային մարդիկ, ովքեր այնտեղ բարգավաճում էին, այսինքն Եգիպտոսը նաև գրած է, որ նա առատ գանձերը, Մովսեսի մասին որ գրած է, առատ գանձերը, չէ, թողեց Եգիպտոսի, այսինքն դա նաև առատ գանձերի տեղ էր, բայց որքան էլ Եգիպտոսը լավ վայր լինի հարստանալու համար, այն շատ վատ տեղ է հոգու համար։ Մենք պետք է դուրս գանք այնտեղից, եթե անգամ ստիպված լինենք անապատով անցնել։ Ամեն։ Մի քանի ուշագրավ բան տեղ ունեցավ Եգիպտոսից դուրս գալուց, որոնց վրա կուզենամ ձեր ուշադրությունը հրավիրել։ Առաջինը դա սա էր, որ եգիպտացիները բռնադատում էին հрьяաներին, այդպես է գրված է, եւ շտապում երկրից դուրս ուղարկել նրանց։ Նրանք ասում էին գնացեք բրծնենք, թե չէ բոլորս կմեռնենք այստեղ։ Դուրս եկեք։ Բռնադատում էին, ասում էին գնացեք։ Զարմանալի մի բան է տեղի ունենում։ Դու իր համար աշխատում ես, իրան օգուտ ես տալիս, ինքը քեզ մտրակում է, եւ մի ժամանակ, որ ինքը ստրուկ քո վերակացուն էր, դա մեղքի խորհուրդ ունի, չէ՞, այդ եգիպտացիների մտրակների հարվածը մեղքի խորհուրդ ունի։ Դա մեզ մղում է դեպի Քրիստոսը։ Բռնադատում էր, մեր մեղքերը հաճախ այնպիսի մի իրավիճակի մեջ ենք հայտնվում, որ մենք գնում ենք դեպի Քրիստոսը։ Գիտեք, մեկը ասել է, որ երբեմն մարդուն պետքա թողես ինքը ընկնի, ցած ընկնի։ Այնպիսի մի իրավիճակում հայտնվի, որ Տիրոջ կարիք ունենա։ Մի հայտնի քարոզիչ էր ասում էր, մի անգամ մեկը այդպես եկավ իմ մոտ, եւ ես գիտեի իրավիճակը, ասում է, ինքը ասում էր, ես գնալու եմ եւ անելու եմ այն, ինչ վճռել եմ անել։ Ասում է, ես հակառակը չասեցի իրան։ Ես հասկացա, որ նա գնալու է եւ անելու է այն, ինչ ինքը ուզում է անել։ Ինչքան էլ որ ես փորձեմ նրան հետ պահել դրանից, եւ ասում են նա գնաց այնքան ցած ընկավ, ինչպես անառակ որդին, որ խելքը գլուխ եկավ։ Երբեմն այդ մեղքերը Եգիպտոսի ստրկությունը մեզ մղում են դեպի Քրիստոսը։ Հաջորդ ուշագրավ բանը, որ ուզում եմ ասել, դա սա էր, որ նրանք շտապով դուրս եկան, հрьяաներն էլ շուտ դուրս եկան, որովհետև այնտեղ իրենք խմոր էին պատրաստում եւ խմորը չխմորվեց։ Նրանք չհասցրեցին, նաև գրված է, որ իրենց հետ չհասցրեցին սնունդ վերցնել։ Սա եւս մի խորհուրդ ունի, որ եթե Տերը ազատում է քեզ, շտապ դուրս արի։ Այսօր է փրկության օրը, երբ որ կլսեք նրա ձայնը, ձեր սրտերը չխստացնեք։ Պատկերացրեք մի բան, մեկը կենթանի ողջ թաղել են եւ գալիս են իրեն փրկելու, հողը լցված է վրան, կափարիչը դրած է դագաղի, գալիս են իրեն փրկելու, հողը հեռացնում են, կափարիչը բացում են եւ պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ, որ պետք է իրան շատ համոզես, որ ընտեղից ինքը դուրս գա։ Չես համոզի, չէ՞, մի անգամից դուրս կգա, կճողոպրի ինտեղից։ Շտապ դուրս եկան, երբ որ հնարավորություն կա մեկ վայրկյան անգամ Եգիպտոսում մի լսի, մի մնա, նա ով ատում է բանտի գարշահոտությունը, նա սիրում է, փափագում է լսել կողպեքի ձայնը։ Եվ կյանքը չի սիրում մահվան կապանքները։ Հաջորդ հետաքրքիր բանը, որ ես տեսա այստեղ, նրանք դուրս եկան զարդերով եւ նոր հագուստներով։ Որոշ մարդիկ ասում են, դա է ձեր բարոյականության չափանիշը, գիրքը, որովհետև Աստվածաշնչում գրված է, որ հрьяաները կողոպտեցին եգիպտացիներին։ Դա է ձեր քարոզած բարոյականությունը, կողոպտել, կողոպուտ։
Սիրելիներ, սա կողոպուտ չէր, թեև Աստվածաշնչում գրված է այդպիսի բան, բայց հրեաները չստիպեցին եգիպտացիներին, որպեսզի այդ զարդերը եւ զգեստները տային։ Սա կողոպուտ չէր։ 400 տարի չարչարանքի դիմաց նրանք որևէ բան չեն ստացել, որևէ գրոշ չեն ստացել եւ Աստված ոչ միայն հանում է նրանց Եգիպտոսից, այլ նաեւ սատանայի հարստահարածը վերադարձնում է իրենց։ Նրանք Աստծո զավակը դուրս եկավ ցնցոտիներով, հին հագուստներով, ստրկության հագուստներով, նա դուրս եկավ նոր հագուստներով, որը խորհրդանշում է Տիրոջ արդարությունը, Տիրոջ արյամ գնված արդարությունը։ Եվ այնքան զարմանալի էր այս փաստը, որ ստրուկը դուրս է գալիս նոր հագուստներով, որ Սողոմոն իմաստունը երկերկոցում հատուկ դրա մասին բան է գրում, ասում է. ով է սա, որ բարձանում է անապատից, հենված իր սիրեկանին։ Տեսեք, ինչպիսի լեզու է օգտագործում Սողոմոնը։ Ով է սա այն ստրուկն է, ոչ, սա նոր մեկն է, որովհետև ես հանում եմ իրան Եգիպտոսից։ Մի շատ խոշոր եւ կարեւորագույն օրհնության մասին կուզենամ խոսել, որ մենք կգնահատենք, ես վստահ եմ, որ իրապես քրիստոնյա մարդը կգնահատի դա այստեղ եւ կգնահատի հավիտենության մեջ ամեն օր եւ ամեն ժամ։ Գրված է, որ մահը Տիրոջ հրեշտակը անցկացավ, բայց այն մարդիկ, ովքեր գառան արյունը քսել էին դրանդիների վրա, մահը նրանց չհարվածեց։ Մահը, սիրելիներ, այլևս իշխանություն չունի մեզ վրա, քեզ վրա, իմ սիրելի քուր եւ եղբայր, մահը իշխանություն չունի այլևս քեզ վրա, որովհետեւ Տիրոջ արյունը քսվեց։ Եվ Դավիթ թագավորը Սաղմոս 23-ում, 23-4-ում, կխնդրեմ, եթե կարելի է էկրաններին, Դավիթը ասում է. եթե մահվան ստվերի ձորի մեջ քայլեմ, հետաքրքիր մի բան է, եկել է մահվան ժամանակը, բայց նա հանգիստ քայլում է։ Նա ոչ թե հետ է փախչում, ոչ թե պատին է հենվում վախից, ոչ թե դողում է, չգիտի ինչ անի, պատեպատ է իրեն տալիս, այլ նա գիտի իր ճանապարհը, նա ուղիղ քայլում է, նա խրոխտ առանց վախենալու քայլում է դեպի այդ ճանապարհով։ Եվ ուշադրություն դարձրեք, որ ոչ թե գրած է, որ նա գնում է կամ քայլում է դեպի ձորը, այլ ձորով կամ ձորի միջով է քայլում։ Այստեղ տարբերություն կա։ Որն է տարբերությունը։ Նա չի գնում մնա այնտեղ։ Նա անցնում է մի ճանապարհով, թունելի պես մի բան, որի վերջում լույսն է երևում։ Նա չի գնում մնալու այնտեղ, նա գնում է ավելի լուսավոր մի տեղ եւ քայլում է ձորի միջով։ Նաեւ խոսում է ստվերի մասին։ Ստվեր։ Ինչ որ մեկն ասել է, որտեղ կա ստվեր, նշանակում է, որ այնտեղ կա նաեւ լույս։ Եթե լույս չլիներ, ստվերն էլ չէր լինի։ Եվ լույսը կա, թունելի վերջում լույսն է երևում։ Մեր կյանքի լսած կլինեք այդպիսի արտահայտություն, ասում են կյանքի մայրամուտը։ Մերը կյանքի մայրամուտ չի, մերը կյանքի լուսաբացն է։ Մենք դեպի լույսն ենք գնում։ Եվ ուշադրություն դարձրեք նաև Դավիթը մահվանը ոչ թե մահ է անվանում, այլ անվանում է մահվան ստվեր։ Ինչ է սա նշանակում։ Մահը զրկվել է իր իշխանությունից եւ բովանդակությունից, մահից մնացել է միայն ստվերը։ Մահի ստվերը։ Շան ստվերը չի կծում։ Թրի ստվերը չի կտրում։ Մահվան ստվերը չի սպանում, միայն ստվերն է մնացել։ Ես մի անգամ մի տեսանյութ տեսա, կարծեմ ասիական Թայլանդում էր, թե որտեղ էր այդ տեսանյութը, մի հատ կոբրային նստացրել, միգուցե դուք էլ տեսած լինեք, եւ մի հատ Ռեմբոյի նման մի մարդ նստել էր այդ կոբրայի դիմաց ու հետը խաղ էր անում։ Ես էլ ասեմ, ինչ ռեակցիա պետք է ունենա այս մարդը, որ կոբրան չի կարողանում իրան խայթել։
հետո իմացա ինչ են անում։ Շոուի համար, գումար աշխատելու համար նրանք ատամը հանում են, այդ թունավոր ատամը հեռացնում են, կոբրան այլևս չի կարող խայթել։ Արյունը, Քրիստոսի արյունը, որ դրանդիների վրա կսվեց, որ մեզ վրա է, մեղքի խայթոցը հեռացրեց մեր կյանքից, այլևս խայթոց չկա։ Ուզում եմ շատ ու շատ լինենք նաև այս մի բանի վրա, որովհետև բացի այն, որ Մովսեսը պատվիրել էր, որ արյունը պետքա քսեն դրանդիներին, նաև պատվիրված էր ևս մեկ բան, գառը պետք է ուտեին։ Պատվիրված էր, որ գառը ուտեին եւ ամբողջ գառը ուտեին։ Գառի գլուխը, ոտքերը, թիակը, փորոտիքը, սիրտը, գառը։ Երբ որ Հովանես Մկրտիչը տեսավ Հիսուսին, որ գալիս էր, նա ասեց. «Ահա Աստծո գառը»։ Եվ Հիսուսն էլ ինքն իր մասին ասեց. «Ես եմ կենթանի հացը, ով որ ինձ ուտի, հավիտյան չի քաղցի, նա քաղցած չի մնա»։ Ինչ է նշանակում նոր կտակարանյան հավատացյալի համար ուտել գառը։ Ահա Աստծո խոսքը, ուտել գառը։ Արյունը եկավ, մեզ մաքրեց, մեզ պաշտպանեց, բայց կա շատ կարևորագույն մի բան, որ հավատացյալը պետքա լցվի Աստծո խոսքով, նա պետքա դատարկ չմնա, մակերեսային հավատացյալ չլինի։ Պատմությունը գիտեք, ես դրա մասին չեմ կարդա հիմա, որ պիղծ հոգին, երբ որ գալիս է տեսնում է տունը հարդարված, մաքրված, խնամված, նա ինչ է անում, նա գնում է իրանից էլ չար 7 պիղծ ոգիների վերցնում է եւ գալիս է եւ գրված է այդ մարդու վերջը ավելի վատ կլինի, քան սկիզբն էր։ Այսինքն մենք պետքա լցվենք, դատարկ չմնանք։ Այո, արյունը բավարար է փրկության համար, բայց շարունակության համար, ապրելու համար հավատացյալը պետք է ուտի գառը, պետք է լցվի Աստծո խոսքով։ Քրիստոսը մեզ ամբողջությամբ է փրկագնել եւ ուզում է, որ մենք էլ ամբողջությամբ իրեն տրվենք։ Մեր գլուխը, մեր ոտքերը, մեր սիրտը, մեր միտքը, լորեցները կասեն ուշք ու միտքը, ամեն ինչը պետքա տանք իրեն։ Ես կարդացի մի բան, դեպք շատ էի զարմացել, Շոտլանդիայում հին ժամանակներում ֆերմերները դաշտի մի մասը չէին ցանում, արտի մի մասը չէին ցանում։ Գիտեք ինչու չէին ցանում, պահում էին սատանայի համար այդ մի մասը։ Ասում էին թող գա այնտեղ ինչ ուզում է անի, ինչ ավիրացություններ ուզում է անի, մեր արտին հանկարծ չկպնի։ Այդ Իրանն է, ու այդ հատուկ անուն էին դրել, ասում էին դա այդ հատվածը կոչվում էր բարի մարդու հողակտոր։ Ինչ տարօրինակ քմահաճույք է, չէ՞։ Սատանան գա հանկարծ այն մյուս ցանած հողերին ձեռ չտա։ Բայց ծիծաղում ենք, բայց որքան քրիստոնյաներ, լավ ես ինձ ասեմ, փորձում ենք նույնը անել մեր սրտերի մեջ։ Մի հատ հողակտոր ենք այնտեղ պահում, կամ սատանան, որ կարող է մտնել այդտեղ, կամ էլ մեր եսի համար ենք պահում այդ հողակտորը, եւ թույլ չենք տալիս, որ Քրիստոսը ամբողջությամբ գավերցնի այդ տարածքը։ Ամբողջ հողը պետք է մշակվի, ամեն մի քառակուսի մետրը պետք է մշակվի։ Կամ օրինակ պատկերացրեք, գողերը գալիս են քո տան վրա, պետք է պաշտպանվես, 7 հոգի գալիս են, վնասարձերծում ես 6-ին, ասում ես դե 7 թող մնա 7-րդը։ 7-րդը որ մտավ նույն բանն է անելու։ Ինչ են 6-ի հետ էր անելու, կամ մի քիչ անի, բայց անելու է, մտնելու է, վնաս է տալու։ Դրա համար պետք է ամբողջությամբ մենք նվիրվենք Տիրոջը։ Երբ որ Մովսեսը գնացել էր եւ բանակցում էր Փարավոնի հետ, որպեսզի հրեաներին դուրս բերեն Եգիպտոսից, Փարավոնը սկսեց փողզիջումներ առաջարկել Մովսեսին։ Սկզբից ասեց մնացեք այստեղ, այս երկրում պաշտեք, հետո ասեց լավ, գնացեք։ Տեսեք ինչ է ասում խորամանկ սատանան, բայց հերու չգնաք։ Գնացեք, հերու չգնաք մեր երկրից։ Մեր ժամանակակից լեզվով եմ ուզում ասեմ, դա ինչ է նշանակում։ Մի
խորացի, գնա, բայց մի խորացի։ Դուք արդեն ասեցիք, ես չի ասել։ Հավատա, ով է ասում քեզ մի հավատա։ Բայց սրբության հարցում շատ մանրախնդիր ես։ Այդքան մանրախնդիր մի եղի։ 21-րդ դարում ենք ապրում, նեղմիտ մի եղի, մի քիչ լայնախոհ եղիր։ Մի եղիր հավատացյալ, այո, խնդիր չկա, գնա։ Բայց միևնույն ժամանակ մի թող աշխարհիկ սովորություններդ եւ մեղքերդ։ Շատ կարևոր մի բան եմ ուզում ասել։ Քրիստոսը մեզ փրկում է մեր մեղքերից, ոչ թե մեր մեղքերի մեջ։ Ոչ թե մեր մեղքերի մեջ, այսինքն մենք գնանք գիտակցված մեղքերի մեջ եւ մտածենք, որ նա գալու է, այո, նա փրկում է մեզ մեր մեղքերից, բայց ոչ թե մեղքերի մեջ։ Դրա համար մենք պետք է սրբությամբ կյանք ապրենք։ Առաջարկը որն է, սատանայի առաջարկը, չափավոր, չափի մեջ հավատացյալ եղիր։ Եվ Սևակը մի այդպիսի բան է գրել չափի մասին, որ Սևակը ասում են ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Լսել եք այդ բանաստեղծությունը։ Եվ Սևակը հարցնում է, ասում է, իսկ ո՞րն է չափը, ով է սահմանել, ով է այդ չափը չափելու կտրել, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, իսկ ես ուզում եմ նվիրվել անչափ, ուզում եմ տարվել ու սիրել անչափ։ Ես ուզում եմ նվիրվել իմ Տիրոջը անչափ, ոչ թե չափավոր։ Այն մարդիկ, որ ասում են չափավոր հավատացյալ եղիր, որ իրեն հարցնես, ասես, կուզենաս քո խանութի աշխատողը չափավոր ազնիվ լինի, չափավոր ձեռքից մաքուր լինի, չափավոր ընկերդ քեզ հետ հավատարիմ ազնիվ լինի, անկեղծ լինի, չեն ուզենա։ Եվ երբեմն մարդիկ էլ են ասում այդ բառերը, գնա մի խորացիր։ Եվ մի ընկեր ունեի, այդ բաները ինձ միշտ ասում են, գնա մի խորացիր, բայց ինքը գիտեք ինչ երգ էր լսում, այսինքն այնքան մակերեսային են իրանք մտածում, որ իրենց թվում է, որ դու ես սխալ տեղում, մակերեսին։ Ասում է, մի խորացիր, եւ նա այդ անձնավորությունը լսում է Արամուսի թարմ գազարը, զարդարել է մեր բազարը, տենց էր այդ երգը։ Ասենք հասկանում եք, ով ում վրայա ծիծաղում, էլի։ Իրանց կողմից թվում է, որ մենք ենք սխալ տեղ, մեր վրա են ծիծաղում, բայց իրանց նյութերը, թեմաները բրծել է, երգելու էլ բան չունեն։ Արդեն այնքան նյութ չկա երգելու համար, որ երգ են ձոնում Արամուսի թարմ գազարի մասին։ Սխալ չհասկանաք, ես Արամուսի թարմ գազարի դեմ բան չունեմ, շատ համեղ է, բայց էլ թեմա չի մնացել Արամուսի մի հատ երգ երգեցի, կներեք, որ պետքա երգ լսեցի, կներեք, որ պետքա բաժնեկցեմ ձեզ այս տառապանքը 39 միլիոն դիտում ուներ, հայկական երգ է, 39 միլիոն դիտում։ Ասեցի լսեմ, տեսնեմ ես ինչ երգ է, Կոմիտասա, Տիգրան Մանսուրյանա, ինչ է, եւ այս մարդիկ, որ ասում են մի խորացի, այդ մարդիկ են լսողները։ Հիմա կարդում եմ, տանը պարապունք եմ արել, տրեյնինգ, որ կարողանամ կարդամ, լեզուս կոտրվում է։ Լա 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 լի լա լա, լա 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 լի լա լա, էլում, ասա, խոսա, ասա, խոսա, ասա դե, ասա, խոսա դե, սիրտս սրտիդ կարոտ է։ Եվ ես այս փորձությունը անցա, ինչ են մեզ առաջարկում այս մարդիկ, կիրակից կիրակի եղիր հավատացյալ, իսկ երկուշաբթի կարիք չկա, գրված է հանգստի օրը մի օրն է, բայց Եբրայեցիների թղթում Պողոս առաքյալը հստակ պատասխանում է այդ հարցին, նա ասում է, որ բոլորս արդեն մտանք խոստացված հանգստի մեջ, ոչ թե կիրակի օրն է միայն հանգստի օր, այլ հավատացյալի համար բոլոր օրերն են հանգստի օրեր։
Որոշ ցավոք սրտի, որոշ քրիստոնյաներ ապրում են այդպես գիրակից գիրակի։ Երկուշաբթի էլ Սուզանավի էֆեկտն է գործում։ Բուլ, իշնում են ջրի հատակը Սուզանավով։ Եվ իշնում են այնտեղ ոչ թե որ վտանգ անցնի, այլ գիրակին գա, որ բուլ նորից բարձանան վերև, գիրակից գիրակի։ Եվ ցավոք սրտի, մենք ծիծաղում ենք, բայց սա ցավալի բան է։ Կամ ես պատկերացնում եմ, որ մենք գնում ենք տուն եկեղեցուց մեր բարեպաշտության հագուստները, փոխաբերական իմաստով եմ ասում։ Դնում ենք մի կողմ, ծալում ենք, դնում ենք մի կողմ, 2 շաբթի, 3 շաբթի, 4 շաբթի կարիք չկա դրա։ Հետո Կիրակի առավոտը գալիս ասում ենք, կնիկ, բարեպաշտության հագուստները բեր, ու ինքն էլ ասում է, հոբան չի պատահել։ Ասում ես, չէ, Կիրակի է, եկեղեցի եմ գնում։ Հագնում ես բարեպաշտության հագուստները, մի հատ թեթև ժպիտ ես բանանում այսպես, ստեղծում եւ գնում ես եկեղեցի։ Բայց ինչպիսին էր Մովսեսի պատասխանը այսպիսի առաջարկներին։ Նա փարավոնին ասաց. մենք գնալու ենք մեր երիտասարդներով եւ մեր ծերերով, մեր տղաներով եւ մեր աղջիկներով, գնալու ենք մեր հոտերով եւ մեր արջառներով, դրանցից մի կչխակ անգամ չպիտի մնա։ Ամեն։ Ոչ մի բան չպիտի մնա Եգիպտոսում։ Այնտեղ նաև փարավոնը առաջարկում էր, ասում էր, դուք գնացեք տղամարդիկ, թող երեխաները կանայք մնային։ Նա այնքան խորամանկ է, որ գիտի, եթե տղամարդը գնաց, բայց կինն ու երեխաները Եգիպտոսում լինեն, ինքը վերադառնալու է Եգիպտոս։ Իսկ Մովսեսն ասում է, բոլորով ենք գնալու։ Անկամ են ամենամանր անասունն էլ ինչ ունենք, հավաքելու ենք, տանենք։ Հələ մի բան էլ դու պետք է տաս, դեռ խաբար չկա, վրեդ հետո կիմանաս։ Եվ այդպես էլ եղավ, տվեց փարավոնը։ Մենք խոսում ենք 3 կարևորագույն բանի մասին, որ Աստված անում է մարդու կյանքում, եւ առաջինը սա էր. Աստված հանում է մեզ Եգիպտոսից։ Երկրորդ կարևորագույն բանը, որ նա անում է մեր կյանքում, Եգիպտոսն է հանում մեր միջից։ Թեև հրյաները ֆիզիկապես դուրս էին եկել Եգիպտոսից, այլևս Եգիպտոսում չէին ֆիզիկապես, բայց նրանց սրտերը, մտքերը հաճախ վերադառնում էին Եգիպտոս։ Եվ Գործք առաքելոսում Ստեփանոսը, երբ որ քարոզում էր, քարկոծվելուց առաջ այդ քարոզը պատգամը տվեց, նա ասեց, որ մեր հայրերը մտքով վերադարձան Եգիպտոս։ Մարդը մինչև ֆիզիկապես կհայտնվի Եգիպտոս, նա մտովի է առաջինը այցելում Եգիպտոս։ Շատ ավելի հեշտ էր հանել Իսրայելին Եգիպտոսից, քան Եգիպտոսը, դրա սովորությունները, կռապաշտությունը, որ կար այնտեղ, տրտունջը Իսրայելի միջից։ Շատ ավելի բարդ էր սա։ Հրյաները դուրս եկան 1 օրում, բայց 40 տարի պահանջվեց, որպեսզի Եգիպտոսը հանեն նրանց միջից։ Եվ հետաքրքիր ուշագրավ մի բան կա այստեղ, որ դուրս եկանք, այո, առաջի բանը Աստված մեզ հանեց Եգիպտոսից, սրանից հետո ինչ պետք է լինի։ Եվ մենք տեսնում ենք, որ Եգիպտոսից դուրս գալուց հետո խնդիրները չեն վերջանում։ Նոր խնդիրներ են ստեղծվում, նոր դժվարությունների առաջ են կանգնում հրյաները։ Ստրկության տնից դուրս գալուց շատ չանցած հետո հանդիպում ենք Կարմիր ծովին։ Ով էր առաջնորդել դեպի Կարմիր ծովի ճանապարհը։ Աստված էր առաջնորդել, տարել այդ ճանապարհով, եւ այնտեղ շուրջ բոլորը սարեր են, լեռներ են, լեռնաշղթա է, եւ դիմացն էլ Կարմիր ծովն է։ Տերն էր առաջնորդել այնտեղ, ես կարծում եմ, որ Տերը հրյաներին ստուգում էր, նրանց հավատքը, արդյոք դժվարին իրավիճակներում, երբ որ քեզ թվում է, որ ելք չկա, դու հայտնվել ես փակուղային իրավիճակում, դու կարողանում ես ապավինել եւ վստահել Աստծուն։ Աստված տարել էր այդ ճանապարհով, որպեսզի ցույց տա իր փառքը, բայց միևնույն ժամանակ դրա մեջ ստուգվեցին նաեւ հրյաները։
Մենք դուրս ենք գալիս Եգիպտոսից, ապաշխարում ենք եւ թվում է, որ ոչ մի խնդրի առաջ էլ մենք չենք կանգնելու, ամեն ինչ լավ է լինելու։ Ջան ենք ասելու, ջան ենք լսելու, բայց տեսնում ենք, որ խնդիրներ կան։ Եվ այդ խնդիրները հաճախ մեզանից չեն լինում։ Դժվարությունները, որոնց առաջ մենք կանգնում ենք, մեր մեղքերի պատճառով չի լինում։ Ինչպես այստեղ նրանք Աստված էր առաջնորդել։ Երբեմն այդ կարմիր ծովը միգուցե սա է, որ մի քույր ապաշխարել է, եկեղեցի է գալիս, բայց ամուսինը արգելում է։ Ահա քեզ մի կարմիր ծով։ Կամ մարդը ապաշխարել է, դուրս է եկել Եգիպտոսից, որոշում է կայացրել, գնում է աշխատանքի վայրը եւ ասում են. «Դե արի, ինչպես որ հին ժամանակներում ենք աշխատել, այդպես էլ շարունակենք աշխատել»։ Ահա եւս մեկ կարմիր ծով։ Դժվարությունները կան, սիրելիներս, փորձությունները կան։ Փորձությունների մեջ մենք պետք է փորձենք բացահայտել այդ փորձության նպատակը, թե ինչու է գալիս այդ փորձությունը իմ ու քո կյանքում։ Հիշեք, երբ որ հրյաները անապատում տրտնջացին, Աստծո դեմ տրտունջ բարձրացրեցին, օձերը եկան եւ սկսեցին խայթել։ Խայթում էին եւ Մովսեսին ասեցին աղոտ քարա, որովհետեւ օձերը մեզ խայթում են։ Եվ Մովսեսը աղոտ քարեց, որպեսզի Աստված հեռացնի օձերին, բայց Աստված չհեռացրեց օձերին։ Օձերը շարունակում են մնալ, օձերը շարունակում են խայթել, բայց Մովսեսին Աստված ասեց մի հատ պղնձի մեծ օձ սարքիր եւ այն մարդիկ, ում խայթել է օձը, թող նայեն այդ պղնձի օձին եւ բժշկություն կստանան։ Աստված ցույց տվեց բժշկության վայրը։ Երբ որ դու դժվարությունների առաջ ես կանգնում, օձերը խայթում են, նայիր Տիրոջը, նայիր նրան, այնտեղ է քո բժշկությունը, այնտեղ է քո հարցերի պատասխանը, այնտեղ է քո ազատագրությունը, նայիր այնտեղ։ Ես երբեմն ապշում եմ մարդկանց դատողության վրա, որ գնում ես, պատմում ես, ասում ես լսի, քո խնդիրները ուղիղ կապ ունեն խաչի հետ, ընդունիր խաչյալին եւ շատ հարցեր կլուծվեն, ազատագրվես։ Եվ ինքը ինչ ասում է, իմ ցավը ինչ կապ ունի այդ խաչի հետ։ Իմ ցավը։ Ես կարծում եմ հрьяաներն էլ էին այդպես մտածում, որտեղ նրանք ողջամիտ ժողովուրդ էին, շատ բաներ էլ ուղիղ ձևով էին հասկանում։ Միգուցե նրանք Մովսեսին ասում էին. «Օձը կծելա, թույնը արդեն երակներիս մեջ, այսա սրտիս է հասնում։ Ես ռոման եղբորը արդեն 5 հատ եմ տեսնում։ Գլուխս բժժել է, ինչ կապ ունի, որ նայեմ այդ օձին, ես արդեն մահանում եմ»։ Բժշկությունը այնտեղ է։ Անապատում, երբ որ մենք դուրս են գալիս, խնդիրները շարունակում են գոյություն ունենալ, բայց դրանց լուծումը Աստված տվել ասել նայիր այնտեղ եւ լուծումը կլինի։ Հետաքրքիր մի բան տեղ ունեցավ նաեւ այստեղ, որ տեսնում ենք, որ եգիպտացիները ընկան հрьяաների հետևից։ Նրանք խիստ վերակացուներ էին Եգիպտոսում, բայց այժմ Եգիպտոսից դուրս են հալածում հрьяաներին։ Դուրս են եկել Եգիպտոսից, որպեսզի հрьяաներին այնտեղ հալածեն։ Եվ դու երբեմն հարցնում ես, ինչ որ մի մեղք, որ քո կյանքում լինում է, դու ընկնում ես դրա մեջ, դու հարցնում ես, եթե իմ բոլոր մեղքերը ներվել էին եւ նետվել էին ծովի խորքերը, ինչպես է, որ ես լսում եմ մեղքի բանակների ձայնը, որ իմ հետևից գալիս է։ Ինչպես է, որ նրանց ձիերի, սմբակների դոփյունն եմ լսում, որովհետև զորքը գալիս էր։ Նրանք մտրակով վերակացուներ էին, բայց հիմա հեծած ձիերը զենք ու զրահը կապած են գալիս։ Եվ ցավոք սրտի այսպիսի դժվարությունների, փորձությունների հանդիպելիս մենք երբեմն տրտնջում ենք։ Եվ տրտունջի ժամանակ մենք ասում ենք, մենք հիշում ենք Եգիպտոսում մեր ձրի կերած ձկները, վարունգները, սեխերը, պռասները, սոխերն ու սխտորները։
Մարդը, որ չի կարողանում գնահատել, գոհանալ Աստծուց, նա զրկվում է առողջ դատողությունից եւ բանականությունից։ Նա ասում է, որ ծրի էր այդ ամենը, որ ինքը կերել է։ Ծրի չէր։ Քո գեղեցիկ աշկերի համար չէր, որ քեզ կերակրում էին։ Ուղղակի, որ հաջորդ օրն էլ ողջ մնաս եւ իրենց համար աշխատացնես, միայն շարժառիթը, դրդապատճառը դա էր, որ տալիս էին, դա ծրի չէր։ Տերն անհամեմատ ավելին է արել, դու դա չես տեսնում, բայց սոխերը, սխտորները, այս րոպեական խնդիրները աշկծակում է մարդու։ Դա գիտեք ինչի է նման մարդը, երբ որ սկսում է տրտնջալ, Եգիպտոսից դուրս եկած մարդը, մենք խոսեցինք, մահը իշխանություն չունի, Տերն անհամեմատ ավելին է արել, երբ որ նա սկսում է տրտնջալ, ես նմանացնում եմ նրան մի բանտարկյալի, որ հավիտյան նստած է։ Մեր դատական կոդեքսում նման հոդված չկա, որ մարդուն հավիտյան նստացնեն։ Կա ցմա ազատազրկում, դատապարտում, ցմա, այսինքն մինչև մահը, բայց հավիտյան ես չեմ լսել, որ նման բան կա։ Պատկերասա գնում ես այդ մարդուն, ասում ես, դու այստեղ նստած ես երկրի վրա, մինչև մահդ նստած ես, բայց որ մեռնես, վերցնելու ենք, տանենք ուրիշ տեղ նստես հավիտյան։ Պատկերացրեցիք, եւ այդ մարդուն գնում ես օգնելու, դուռը բացում ես բանտի, հանում ես իրան, եւ նա տրտնջում է, ասում այդ որ բացեցիր, սկվազնյակը խփեց, մեջքս բռնվեց, եւ գայթակղվեց, եւ նեղացավ, եւ սկսեց տրտնջալ Աստծո դեմ։ Սա դրան է նման, որովհետեւ Տերը անհամեմատ ավելին է արել, քան քո այսօրվա այս րոպեական խնդիրները։ Նա հիշում է Եգիպտոսի կաթ ու մեղր, ասում է Եգիպտոսը կաթ ու մեղր բխող երկիր է։ Լրիվ խառնել էր տեղերը։ Աստված տանում է կաթ ու մեղր բխող երկիր, ինքը ասում է Եգիպտոսն էր այդ տեղը։ Խառնել է տեղերը։ Նա հիշում է այն, ինչ չպետք է հիշի եւ չի հիշում այն, ինչ պետք է հիշի։ Սիրելիներ, այս երկրորդ մասը, որ Աստված պետք է մեր մեջից Եգիպտոսը հանի, ամենաառանցքային, ամենակարևորագույն բաներից մեկն է, որ մեր կյանքում անելու Աստված։ Քրիստոնեական պատմության մեջ բավականին շատ տեսություններ են առաջ եկել։ Եվ բոլոր աստվածաբանների նյութը, որ մտածել են իրանք, խոշոր աստվածաբանների, հավատացյալների նյութը սա է եղել։ Վերստին ծնվելուց հետո, Եգիպտոսից դուրս գալուց հետո, կա արդյոք ուրիշ մի նոր փորձառություն, որ հավատացյալը պետք է անցնի։ Երբ արդեն մարդը վերստին ծնվել է, դրանից հետո կա երկրորդ ինչ-որ մի փորձառություն։ Եվ տարբեր ժամանակներում տարբեր շատ ուսմունքներ են առաջ եկել։ Երբ որ բողոքականությունը եկավ, իրենք ասեցին, որ Մարտին Լյութերը ասեց, արդարները պետք է հավատքով գործեն։ Հավատքի վրա շեշտադրումը արվեց, ոչ թե արդարը ապրում է ինդուլգենցիաներ վաճառելով կամ գնելով, այլ ապրում է հավատքով։ Հետո եկան մեթոդականները, մեթոդիստները, Ջոն Վեսլիի գլխավորությամբ եւ ասեցին, որ սրբացումն է շատ կարեւոր։ Այս երկրորդ փորձառության մասին է խոսքը, երբ որ մարդը վերստին ծնվեց դրանից հետո սրբացումն է շատ կարեւոր գործ։ Սրբագործումը առանց դրա քրիստոնյան չի կարող փրկվել, եթե քրիստոնյան տևական հաղթանակ չունի, տևական ժամանակ հաղթանակ չունի մեղքի նկատմամբ, նա փրկված չէ։ Հետո դրանից հետո եկան հոգեգալստական շարժումը, որ ասեցին, մենք պետք է ընկղմվենք Սուրբ Հոգու մեջ եւ լեզուներով խոսենք, հետո եկան զորության գործելու ժամանակները, որ հավատացյալները պետք է զորությամբ գործեն, սրանք բոլորն էլ արժեքավոր ուսմունքներ են։ Բայց ամենակարևորագույն բանը վերստին ծնվելուց հետո ինչ Սուրբ Հոգին անում է քո եւ իմ մեջ, Եգիպտոսից դուրս գալուց հետո այդ ֆունդամենտալ աշխատանք հարմատական, որ անում է, դա սա է, մեր անձերի նվաճումը։
Մեր անձերը պետք է նվաճվեն նրա կողմից։ Մեր եսը, մեր էգոն, մենք բոլորս եսակենտրոն ենք, մենք այդպիսին ենք ծնվում։ Այդպիսի մի էքսպերիմենտ էին արել, երեխային փակել էին ինչ-որ միտեղ, որ նա վատ բան չէր տեսել, չարություն չէր տեսել, բայց նա նորից կռվում էր խաղալիքի համար ուրիշ երեխաների հետ։ Սա ցույց է տալիս, որ մարդը ծնվում է այդպիսին, եսակենտրոն։ Եվ ես մի գագաթ գիտեմ, աշխարհագրության ժամանակ, երբ որ ես դպրոցում էի, աշխարհագրություն շատ էի սիրում եւ լավ էի սովորում, անգամ օլիմպիադաների եմ մասնակցել, հաղթել եմ։ Ես մինչեւ հիմա հիշում եմ, որ աշխարհի ամենաբարձր գագաթը դա Էվերեստն է, 8848 մետր։ Բայց ես ձեզ մի հատ ուրիշ գագաթի անուն եմ ուզում տալ, որը ավելի բարձր է եւ ավելի դժվար է նվաճել, քան Էվերեստը, դա մեր հպարտության բարձր գագաթն է, մեր եսը։ Մարդու ամենամեծ թշնամին, միգուցե զարմանաք, որ ես նման բան եմ ասում, միգուցե դուք ասեք, բա սատանան այո թշնամի է, ահեղ թշնամի է, բայց նա վերջո պարտված թշնամի է։ Մեղքը չի, սատանան չի, եսն է այն հողը, որի վրա սատանան գալիս է, մեր էգոն։ Եվ այսպիսի մի գրող կար, Ալբեր Կամյուն, ֆրանսիացի, նա ասում էր, ես, ահա իմ կյանքի սիրելի կրկներքը, որ լսվում է իմ բոլոր ասածների մեջ, ես երբեք ուրիշ ձևով չեմ խոսել, բացի ինձ գովելուց, մանավանդ երբ դա անում էի ջախջախիչ զգուշավորությամբ, որի գաղտնիքը ես գիտեի, եսով էլ ավարտում է, ես, երկ էլ կա, այսինքն երգը եսի մասին չի, գրածը չկա քեզի նման, բայց նոր վերսիան էլ կա դրա, չկա ինձ նման, ես եմ աննման, և մեր աղոթքը պետք է լինի սա, որ Տեր, ազատիր ինձանից, իմ անձից ազատիր, ես ինքս ինձանից ազատվելու կարիք ունեմ, Հովանես 12:24 Ես շուտով ավարտում եմ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկը ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։ Եթե դու եւ ես չմեռնենք, Եգիպտոսից դուրս գալուց հետո մենք չենք կարող արդյունավետ քրիստոնյաներ լինել։ Կփրկվենք, այո կփրկվենք, բայց փրկված էլ կա։ Փրկված կա, որ նման է ավազակին, որ ամենավերջի պահին ինքը, դռները փակվում էր, ինքը նոր ներս մտավ, որ մտավ հրեշտակները զարմացան, ասացին ես ով է, ու հարցրեցին երևի թե ես երևակայում, ասացին դու ինչ ես անում այստեղ, ասես չգիտեմ ինչ եմ անում, ասին դու ինչ հիմքերով ես եկել այստեղ, դու գիտես շնորհքով արդարացման վարդապետության մասին, նա ասեց գաղափար անգամ չունեմ, դրա մասին չեմ էլ լսել, բա դու ինչ ես անում այստեղ, միգուցե այդ հրեշտակը գնաց իր ավագ հրեշտակին կանչեց, ասեց սուպերվայզերն է մի քանի հարց պետք է քեզ տա եւ նա ասում է մենք ձեզ համար մի քանի հարցեր ունենք դու ինչ ես անում այստեղ եւ նա ասում է ես չգիտեմ ինչ եմ անում ասում է ինչ հիմքերով ես դու եկել ստեղ աստվածաշնչյան աստվածաբանական ինչ դոկտրիններ գիտես ինչ հիմքերով ես եկել ասում է ես չգիտեմ ոչինչ լավ բա ինչ ես անում այստեղ այն մեկը որ մեջտեղի խաչում խաչված էր նա ինքը ասեց գնա Նա ինքը ասեց գնա։ Նա ինքը ասեց, որ ես կարող եմ գալ։ Սա միակ ճշմարիտ պատասխանն է։ Սիրելիներ, մենք փրկվում ենք միայն Տիրոջ արյամբ, մեր գործերով չէ, բայց ես չեմ ուզում ավազակի նման մահանալ։ Ես ուզում եմ երկնքում լինել, բայց ես չեմ ուզում մենակով փրկվեմ։ Ես ուզում եմ մեռնել, որպեսզի արդյունք տամ, որովհետև գրված է, եթե ցորենի հատը հողի մեջ ընկնի
եւ չմեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ արդյունք կտա։ Ջոն Վեսլիի մասին ես չգիտեմ դուք լսել եք թե չէ, սա մեր քրիստոնեական պատմության ամենախոշորագույն գործիչներից մեկն է, որ մեր երկիր մոլորակը 40,000 շրջանագծով 40,000 կիլոմետր է, այս մարդը 200,000 կիլոմետր ձիով գնաց եւ քարոզեց։ Նա որտեղ ոտք էր դնում, արթնություն էր այնտեղ սկսում։ Որտեղ ոտք էր դնում, արթնությունը բռնկվում էր։ Եվ նա 40,000 քարոզ տվեց։ 40,000 քարոզ իր կյանքի ընթացքում։ Եվ Ջոն Վեսլին նա աղոթում էր, ասում էր. Տեր, կոտրիր ինձ, այրիր ինձ։ Ես ուզում եմ արդյունավետ գործել, ես ուզում եմ շատ մարդկանց փրկության մասին պատմել, օգնիր ինձ։ Եվ մի օր աղոթքի մեջ նա տեսավ, Աստված նրա հետ խոսեց, մի դատարկ զոհասեղան։ Դատարկ զոհասեղան։ Եվ Ջոն Վեսլին մտածում էր, թե տեսնես ինչ զոհ պետք է դրվի այդ զոհասեղանի վրա դատարկ։ Եվ հետո հասկացավ, որ ինքը պետք է գնա պարկի այդ զոհասեղանի վրա։ Եվ երբ որ նրան հարցեցին, արթնությունը ինչպես եղավ, ինչպես բռնկվեց այս ամբողջ արթնությունը, տարածվեց, նա ասեց, ես տեսա մի զոհասեղան եւ պարկեցի դրա վրա եւ Աստծո կրակը իջավ ու իմ եսը այնպես բոցավառեց, այնպիսի մի հրդեհ առաջացրեց, որ դրա անունը կոչվեց արթնություն։ Այսինքն եսը այնքան մեծ էր, որ արթնությունը դրանից սկսեց, երբ որ նա կոտրվեց, նա խոնարհվեց։ Մենք պետք է խոնարհ լինենք։ Դիժկապաշ չլինենք, փառասեր չլինենք, հպարտ չլինենք։ Այ որ փողոցում անցնում ես, տեսնում ես մի մուրացկանի, ինչպիսին է սրտիդ մեջ, ոչ թե գիտակցության մեջ, սրտիդ մեջ, ինչպիսին է վերաբերմունքդ նրա հանդեպ։ Գիտակցումով դու կարող ես գիտակցել, այո, որ դու ավելին ունես եւ օգնես ինչ-որ մի բանով, բայց սրտիդ մեջ արդյոք դու քեզ նրանից բարձր ես համարում, թե չէ։ Կամ դու, որ այստեղ նստած ես, եղբորդ կամ քրոջդ, ինչպես ես վերաբերվում։ Հովհաննեսն ասում էր, որ կար Դիոտրեփես անունով մեկը, որ սիրում էր եկեղեցում բոլորի մեջ վերակացու լինել։ Հպարտությունը, մարդկային էգոն։ Մեր գրողներից Ավետիք Իսահակյանը մի շատ հանճարեղ գործ ունի դրա մասին գրած։ Չգիտեմ դուք կարդացել եք թե ոչ Դերվիշի պատմությունը։ Մի մարդ մուրացկան փողոցում պարկած ա լինում եւ քաղաքապետը շքախմբով անցնելուց ա լինում։ Եվ բոլոր մարդիկ կանգնում են ոտքի, երբ որ նա անցնում է, չեստ են տալիս, խոնարհվում են նրա առաջ կամ պատին են կուչ գալիս վախից եւ տեսնում են այդ թափառաշրջիկը ոնց պարկած է, այնպես էլ պարկած է, հեչ պետք չի որ քաղաքապետն է անցնում։ Թիկնապահը մոտենում ասում է, լսի դու քանի գլխանի ես, դու չես տեսնում որ բոլորը խոնարհվում են նրա առաջ, ոտքի կանգնիր եւ պատիվ տուր քաղաքապետին, այս թափառաշրջիկն էլ ասում է, լսի ես մենակ ինձանից բարձրին բան կանեմ, պատվի կարժանացնեմ։ Երբ որ քաղաքապետը լսում է, մոտենում է, ուշադրությունը գրավում է այս մարդու ասած, ասում է, ինչ ես կարծում, ես քեզանից բարձր չեմ, ասում է, ոչ, դու ինձանից բարձր չես, դու ով ես։ Ասում է, ես քաղաքապետն եմ։ Ասում է, բա որ ավելի մեծանաս ով կդառնաս, ասում է, կդառնամ նահանգապետ կամ մարզպետ։ Ասում է, լավ, բա որ ավելի բարձր գնաս ով կդառնաս, ասում է, կդառնամ փոխնախարար։ Բա հետո կդառնամ նախարար, բա հետո կդառնամ վարչապետ, բա որ էլի մեծանասով կդառնաս, ասում է դե կդառնամ թագավոր, թագավորից բարձր էլ տեղ չկա, ասում է բա որ էլի բարձր գնաս, այս քաղաքապետը ջղայնանում ասում է էլ բարձր էլ ինչ, ոչինչ, այս մարդը ասում է այդ ոչինչը ես եմ, արի ոտներից տակով անցի գնա։ Մի հատ հրաշալի դաս է տալիս, որ մենք պետք է մեր մասին մեծ կարծիք չունենանք, եթե դուք ուզում եք, որ Աստված մեզ օգտագործի, մենք պետք է խոնարհ լինենք։
անգամ բնությունը, երևի թե ժամանակը չի երիքի ես որ բոլորը ասեմ, բայց անգամ բնությունը սովորեցնում է որ մենք խոնարհ լինենք։ Երբ որ նայում եք բնությանը, դուք չեք կարող հպարտ լինել։ Ես հաճախ եմ լինում սարերում, սիրում եմ բարձրանալ լեռները, դա իմ հոբիներից մեկն է։ Երբ որ ես գնում եմ, անպայման չի որ բարձր սար բարձրանամ, մի փոքր բլրում էլ ինձ այնքան փոքր եմ զգում, այնքան աննշան մեկը, որ ես հասկանում եմ, որ Աստծո այս ամբողջ այս ստեղծագործությունը, որ նա արել է, ես շատ փոքր մեկն եմ։ Արևը, գիտեք, արևը ինքը 1 միլիոն անգամ մեծ է մեր երկիր մոլորակից։ Այսինքն 1 միլիոն հատ երկիր մոլորակ պետքա դնես, որ 1 հատ արև լինի։ Եվ արևն էլ իր հերթին մի փոքր աստղ է, փոքր աստղ է։ Եվ պատկերացեք, որ փոքրացնենք իրերը, նյութը փոքրացնենք եւ այդ արեգակը, որ միլիոն անգամ երկրից մեծ է, սարքենք ասեղի քորոցի չափ։ Մյուս աստղին հասնելու համար, պատկերացեցիք, քորոցի չափ փոքր է արևը, բայց մյուս աստղին հասնելու համար 15 կիլոմետր պետքա քայլես։ Այդ անսահման մեծ տիեզերքում մարդը փոքր 1.60, 1.70 ու հպարտ։ Շատ տգեղ երևույթ է, շատ տգեղ։ Այսօր անձրև էր գալիս, նայում ես կաթիլներին, անձրևի կաթիլներին։ Ձեր մոտ հեչ միտք եղել է, որ ասեք, հələ նայի, այս մի կաթիլը ավելի մեծ այն մի կաթիլից։ Մենք անգամ չենք էլ նկատում, բայց չգիտես ինչու մեզ թվում է, որ մենք ավելի մեծ մեկն ենք, քան այն մյուսը։ Աստված, որ հրեշտակներին ուղարկում է մեզ օգնության, որ հրեշտակը ասում է գնա օգնության կարիք ունի։ Եթե մեր գեոլոկացիան չասեր Աստված գգային չէին գտնի, մենք այդքան փոքր ենք։ Եթե մեր տեղադիրքը, տեղորոշումը չասեր, չմատնանշեր որտեղ ենք, մեզ հրեշտակները գգային ման կգային ու չէին գտնի։ Եվ արտնության հեղինակներից մեկն է ասել է խաչակրության խորությունն է որոշում արտնության բարձրությունը։ Մեզանից յուրաքանչյուրի համար կա մի զոհասեղան, դատարկ մի զոհասեղան, եւ ամեն մեկս պետքա որոշենք այդ զոհասեղանի վրա մեր անձերը դնում ենք թե ոչ։ Տիրոջ կրակը դատարկ զոհասեղանի վրա չի գա։ Եվ վերջի բաժինը ես խոսեցի, որ Աստված 3 կարևորագույն բան է անում։ Առաջինը նա հանում է Եգիպտոսից, երկրորդը հանում է Եգիպտոսը մեր մեջից, եւ երրորդ բանը, ապշելու մի բան, նա նորից ուղարկում է Եգիպտոս։ Ելից 3:10 Ես շուտով կավարտեմ, մի քանի րոպե ինձ ժամանակ տվեք։ Աստված Մովսեսի հետ խոսեց եւ ասեց. «Ուստի արի հիմա քեզ ուղարկում եմ Փարավոնի մոտ եւ հանիր Եգիպտոսից իմ ժողովրդին Իսրայելի որդիներին»։ Մովսեսի կյանքը, եթե ուշադիր ուսումնասիրեք, նա ապրեց 120 տարի եւ նրա կյանքը բաժանվում էր 340 տարիների, 3 փուլերի։ Եթե ուշադիր կարդաք Աստվածաշունչը, առաջի 40 տարվա ընթացքում Մովսեսը, երբ որ բնակվում էր Եգիպտոսի պալատներում, նրան թվում էր, թե ինքը մի բան է, մի մեծ բան է։ Եվ նա իր սեփական ուժով, իր սեփական զորությամբ, իմաստությամբ փորձեց քայլ արեց փրկել Եգիպտոսի ժողովուրդ, հրյաներին Եգիպտոսից, բայց այդ քայլը ինչն էր, նա բռնեց, սպանեց Եգիպտացուն, որ Աստծո ճանապարհը չէր։ Նա ձախողվեց։ Ես ներողություն եմ խնդրում։ Նա անգամ ձախողվեց, երբ որ փորձեց հաշտեցնել երկու հրյա եղբայրների, նորից ձախողվեց։ Եվ նա փախավ այդտեղից, որպես մերժված առաջնորդ, մի հայրենասեր, որի հերոսությունը իր հայրենակիցների կողմից ընդամենը առհամարական մի հարցի էր արժանացել։ Քեզ, ով մեզ վրա իշխան կարգեց, Մովսեսը չուներ այդ հարցի պատասխանը։ Աստված հանեց նրան Եգիպտոսից, տարավ անապատ,
40 տարի նա պետքա հոտերի ոչխարներ, այծեր արածացներ եւ այնտեղ Աստված պետքա խոնարեցներ Մովսեսին եւ երկրորդ 40 տարվա ընթացքում Մովսեսը հասկացավ, որ ինքը ոչինչ է։ Երբ որ Դերեկ Պրինսին հարցրեցին ինչու 40 տարի Աստված նրա հետ աշխատանք տարավ, նա ասեց, որովհետև 39 տարին բավարար չէր։ Եվ երբ որ Աստված արդեն այս անգամ կանչեց եւ ասեց Մովսես գնա, Մովսեսն ասեց ես ով եմ որ գնամ։ Նա հասկացավ, որ ինքը ոչինչ է։ Եվ իր կյանքի երրորդ փուլում վերջի 40 տարիները անցկացրեց նա տեսնելով, թե ինչ կարող է անել Աստված ոչնչի միջոցով եւ ոչնչի հետ։ Ի տարբերություն առաջի փորձի Մովսեսը հիմա գիտի պատասխանը։ Եթե նրան հարցնեն, քեզ ով իշխան կարգեց, նա գիտի պատասխանը, որովհետև նա ասեց, որ գնամ, հարցնելու են, ով է քեզ ուղարկել, ինչ ասեմ։ Եվ ասեց, կասես, որ ես եմ ներ։ Մովսեսը գնում է ոչ թե Մովսես, որ փարավոնի դստեր տղան էր, որ թե գրած։ Ոչ թե որ եգիպտական կրթություն էր ստացել, ոչ թե որ աշխարհիկ իմաստությանը տիրապետում էր, այլ նա գնում է որպես ոչինչ, որին ես եմ ուղարկել։ Նա գիտի, նա ճանաչում է այդ եսեմին, որովհետև նա գործել է Մովսեսի մեջ եւ հիմա պետք է գործի Մովսեսի միջոցով։ Այսօր ես ու դու իմ պատգամը ավարտում եմ հետեւյալ խոսքերով. որոշում պետք է կայացնենք։ Արդյոք մենք խոնարհվում ենք, զոհասեղանի վրա պառկում ենք եւ այրվում ենք եւ մեզանից ոչինչ չի մնում։ Եվ Տերը մեզ գործածում է բազում մարդկանց փրկելու համար, թե արդյոք մի կերպ ինչպես գրված է, որ ինչպես կրակից մի կերպ ազատված մտնենք երկինք։ Որոշումը քոնն է։ Ինչպիսի արդյունք ես ուզում։ Ուզում ես միայնակ փրկվել, թե քեզ հետ շատերին էլ տանել։ Տերը քեզ ու ինձ դրա համար չի կանչել։ Տերը կանչել է, որ մեզ գործածի եւ մեր միջոցով էլ այն մարդկանց փրկի, ովքեր Եգիպտոսի ստրկության տանն են։ Թող փառավորվի Աստված, ողջ փառքը նրան է պատկանում։